Ասում կալի Հուվեր Արժանյան նրանալ կընտրինք։ Ես որոշալու։ Եվ Կարապետյանին եմ ընտրելու։ ինչ եք իրան ընտրել։ Տենալի ասում։ Շատ մարդ էդ հավեզում, որ Կարապետյաննի, մզ ինչա վերաբերվում, հուվոնումյանի լավ կառավարեմ ու լավ ապրիք։ Մուկարը չգիտա Կարապետյանն լավ, Քոչարյանն լավ, Սերժոնն լավ։ Դա մեր գլխի գիտելիքի հասկացողությունը չի, ում հասկանանք որն է։ Խաղաղություն ապոտ, քաշտություն, ամերաշխություն, թոշակի բարձրացում, թոշակարուն մոթերքների գներն էլ արջում է, էլի օգ չունի։ Կանաչին 350-400 դրամա, որ ժամանակին 100 դրամով առնում էինք։ Բա ոնց։ Դե մեզ համար ոչինչ, մեր օրգանիզմը պնդած է, մենք սովետի սնունդ եք կերել, մենք առողջ ենք։ Իսկ դու ինչ ես ուտում, սիլիտրա։ Սիլիտրա է վարչեցրած։ Մենք ժամանակին լավ մոթերքներ ենք կերել, լավ կանաչի, լավ կարակ, լավ պանիր, ամեն ինչը համով։ Առաջվա Սիսյանի Գորիսի պաները հիմա կտեսնես, չես տեսնի։ Ականջը հետևս կտեսնեմ, բայց նա չեմ տեսնի։ Այն ժամանակ ոնց որ կարակ ակսում ես հացին օդում։ Իսկ հիմա շատ վաղ տենակ կոտրումս թխումա տալերք են պնդա, որտեղ մեզ աղա։ Բա ինչ։ Ես գոհ եմ բոլոր ջահելներից, բոլորից էլ գոհ եմ։ Անգամ հարևաններ ասում են, շատ ուրախ ենք, որ մեր հարևանը դու ես։ Ոչ մի խարդախություն, ոչ մի աննորմալ բան չեմ խոսում։ Բոլորի հետ հաշտ համերաշխ։ 86 տարեկան հասակ ունեմ, խոդը ես սրբում լվանում։ Ջահել աշխատանքի ակնում ժամանակ չունի։ Ես տան նստած եմ, իլ ժամանակ ունեն։ Բա ոնց։ Հետո ինչ իմ երեխաս Ռուսաստան աստեղ չի, էնալ արի իմ երեխաս, որ տակություն տամ հիվանդանամ, ինձ հետ է դեղ առնելու, ինձ հետ է չայ ապրելու, չայ խմիմ, բա ինչ, հարգանք փոխադարձա բարա։ Քանի թորնիկ ունեք։ 4։ Կասեցիք ինչի են ձեր թորնիկները այնտեղ նախընտրում աշխատել եւ ոչ Հայաստանում։ Դե որտեն 2,5-3,000 դոլար փող ստանում, բայց ոչեղապանը բուժկուի աշխատի հայտնի ակնաբուժ։ Դա այդքան փող ստանալու չի։ Փող այնքան շատ է, Լևի պրավի ծախսում է, իսկ Ղափանում այդ փողը չի ստանալու։ Երևանում այդ փողը չի ստանալու։ 2,5-3,000 դոլար։ Երևին դեղ մնա Ամերիկան իրան պահանջում է, որ տնով տեղով կապահովենք, մեզ մոտ մնա, մեզ քեզ նման մասնագետ պետք է, որ ամենափուչ աչքը սապ աչք է սարքում, որտեղ կարմիր մեդալով ավարտած է, ասպիրանտուրան ավարտած է, գիտելիքները շատ է։ Մենակ այդ ոլորտում այդպես, թե ընդհանրապես Հայաստանում աշխատավարձերը շատ են ցածր։ Դե ես ինչքան աշխատել եմ խոհանոցում 60-70 ռուբլի աշխատավարձել, հետո տրալա 90 ռուբլի, բայց էլի որ քիչ է, 90 ռուբլին 2 երեխա եմ պահել, երկուսին էլ բարձրագույն կրթության եմ տվել։ Հիմա չեմ կարա, ես այսքան փողով ուսանող պահեմ, լավ հագցնեմ, կերցնեմ, հարսանիք անեմ, օժիտ տամ, այն ժամանակ հնարավորությունները կար։ Ես աշխատում, տղաս աշխատում, ամուսինս աշխատում։ Լավ էլ փող էինք ստանում։ Հիմա ինչ փող ստանում։ Փող չստանում։ Պահակը 60-70 ման էլ փող ստանում, սաղ քշերն դու նստում է թակոնանում, վերցունակենում նաղ, ինչ փող է դա։ Ինչ փող է, Ռուսաստան լավ աշխատավարձ ստանում, օտի դու ապրում է։ Սովետի կյանքը ուրիշ է, Հիմա այն կյանքը չկա։